Վեհափարի դեմ դատական առաջին նիստը 20 րոպե չի տևել, դատավորն ինքնաբացարկ է հայտնել կաթողիկոսը դատարանից գնացել է մայրաթոռ ժամերգության։ Արամ առաջինը Գարեգին երկրորդին դատարան հրավիրելը անընդունելի եւ դատապարտելի է համարում։ Կիլիկիո կաթողիկոսի կոչին հետևել է Երուսաղեմի հայոց պատրիարքության հայտարարությունը։ Ազգային ժողովի փոխխոսնակի երրորդ աթոռը դեռ թափուր է խորհրդարանում այսօր ընդդիմությունից Արամ Վարդևանյանի ընտրության հարցներ քվեարկությանը չեն հասել։ Հայաստանի համարյա ԱՏՄ-ի հետ համագործակցությունը շարունակում է առաջնահերթություն մնալ Փաշինյանի հայտարարությունը Ղրղստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Երբ կարգը պահողը ինքն է կարգազանց, կես տարում 680 ծառայողական քննություն, 162 կարգապահական տույժ։ Սոցփաթեթով թե առանց անհամաչափ մոտեցում առողջապահության ապահովագրության համակարգում, մեկի համար մատչելի կամ անվճար, մյուսից զգալի պահումներով։ Ռեստորանից հիվանդանոց 3 հոգի կերել են հավի եւ վադի միս, ծովամթերք, տապակած պանիր թունավորվել։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտար Ժանը մեր եթերում։ Ամենայն հայոց կաթողիկոսը այսօր կանգնել է աշխարհիկ դատարանի առջև, դատական նիստը րոպեներ է տևել, դատավորը հրաժարվել է գործի քննությունից ինքնաբացարկ հայտնել։ Դատարանից վեհափարը մայր տաճար է գնացել ժամերգության, ավարտին ժողովրդին ասել մեղադրանքը անհիմն է, անիրավի։ Կաթողիկոսին աջակցելու համար խորհրդարանական ընդդիմությունը Սուրբ Էջմիածին է գնացել լքելով ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ դիմադիր փոխխոսնակի ընտրության հարցն էր։ Այն սակայն քվեարկությանը չի հասել։ Նոր խորհրդարանում մթնոլորտը լարվում է, ընդդիմադիրների գործը հասնում ձեռքով սեղաններին խփելուն, ամեն բան սկսվեց այն պահին, երբ իշխանական պատգամավորը ամենայն հայոց կաթողիկոսին ավազանի անունով կոչեց, ընդդիմությունն էլ ընդվզեց։ Նոր խորհրդարանում պայման կա մնալ բարեկրթության սահմաններում, ՔՊԱ-կանը խախտեց այն ըստ ընդդիմադիրների։ Ամեն անգամ ինչ որ բան ասեք, դուրները չկա, նույնը անել։ Ուր կհասնենք մենք այդպես։ ՔՊԱ-կան Արթուր Հովհաննիսյանն ամբիոնի մոտ էր եկել հայտարարելու, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին վեհափար հայրապետի գլխավորությամբ, ում ինքն այդ կարգավիճակում չի ճանաչում, խառնվել է քաղաքականությանը, նույնիսկ արտաքին քաղաքական հարցերին, ինչն իրենց համար անընդունելի է։ Որոնք օգտագործելով կրոնը եւ եկեղեցին պաշտպանում են իրենց ուխտը խախտելը, քաղաքականության մեջ ներգրավել, այլ բաների մասին էլ չեմ խոսում։ Իսկ ընդդիմադիրները համոզված են այսօրը մեր պատմության մեջ կմնա պատմելու հերթական ազգային ամոթի մասին, որն ապրել ենք։ Այսօր աշխարհիկ դատարանի առջև է ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը, եւ թեպետ խորհրդարանում քննարկում են ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցը, իսկ այս պաշտոնում առաջադրվել է ուժեղ Հայաստանից Արամ Վարդևանյանը, քաղաքական թիմը լքում է խորհրդարանի դահլիճը։ Մասնակցելու Հայաստանի պատմության մեջ երևի թե ամենաամոթալի դեպքերից մեկին վեհափարի դատավարությանը։ Շնորհակալություն։ Վաղար շաբաթում ուժեղ Հայաստանին կմիանան նաև խորհրդարանի ընդդիմադիր մյուս Հայաստան խմբակցության պատգամավորները եւ մինչեւ քրեական դատարան կժամանի Գարեգին երկրորդ հայրապետը, այստեղ դատարանի բակում հավաքվում են հավատացյալները, մայրաթոռից են եկել ոտքով ու աղոթքով։ Ամենայն հայոց կաթողիկոսը այստեղ հավաքվածներին օրհնելով է մտնում դատարան հայրապետական մաղթերգի հնչյունների ներքո։ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Գերագույն հոգևոր խորհրդի եւս 6 բարձրաստիճան հոգևորական դատարանում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Հիշեցնեմ, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանն էր որոշել աշխարհիկ դատարանում վիճարկել վեհափար հայրապետի տնօրինությունը թեմակալ առաջնորդությունից իրեն ազատելու, ապա նաեւ կարգալույց հռչակելու վերաբերյալ։ Նա ի դեպ դատական նիստին մասնակցել է, չհայտնվելով տեսախցիկների օբյեկտիվում։ Դատական նիստը դռնբաց է, բայց դատավորը հայտարարում է, որ մասնավոր կյանքի, այդ թվում իրեն վերաբերող տեղեկություններ են հրապարակվելու, ուստի գործի քննությունը կշարունակվի փակ դռների հետևում։
20 րոպե չանցած դատական նիստն ավարտվում է, դատավորն ինքնաբացարկ է հայտնել հրաժարվել գործի քննությունից, հիմնավորմամբ, որ ժամանակին փաստաբան է եղել, արտոնագիրը ստացել Արա Զոհրաբյանի ստորագրությամբ, ով այժմ Մայրաթոռի պաշտպանական խմբում է, իսկ սա հիմնավոր կասկած կարող է առաջացնել։ Նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացի։ Այս առումով ես ողջունում եմ իր քայլը, չնայած իրավական առումով նաև կարող էր բացակ չհայտնել։ Դատարանի բակից Մայրաթոռ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ այստեղ հավաքվածները հետ են դառնում քայլերթով։ Մայրաթոռում աղոթեցին, ժամերգությունից հետո խոսեց վեհափառը, անհիմն են եկեղեցու դեմ դրված մեղադրանքները, ասաց. Մենք լի ենք հավատով եւ վճռակամությամբ, սիրելիներ, պաշտպանելու մեր արդար իրավունքները, երաշխավորված ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես եւ միջազգային իրավունքների հիմնարար սկզբունքներով։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 սրբազանների գործը սկսվելու է 0-ից, այն նոր դատավորի պետք է մակագրվի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մեծիտանը Կիլիկիո կաթողիկոս Արամ Արաչինը անընդունելի և դատապարտելի է համարում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին դատարան հրավիրելը։ Արամ Արաչինը իր դժգոհությունն է հայտնել կատարվողի առնչությամբ և Գարեգին երկրորդին առաջարկել էր չներկայանալ դատարան, փոխարեն է ներկայացուցիչ ուղարկել։ Վեհափառի դեմ դատական գործընթացը դատապարտել է նաև Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, կոչ արել պատկան մարմիններին հարգել սահմանադրությամբ երաշխավորված հայ առաքելական եկեղեցու ինքնավարությունը։ Հաջորդ թեմայի մասին Ղրղստանի Չոլպոնատա քաղաքում, որտեղ անցկացվում է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը, տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ղրղստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Մինչև այդ նիստի ընթացքում Փաշինյանը անդրադարձել է հարցին, թե ինչու է անհնար ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրության վերաբերյալ հանրաքվեի անցկացումը, ըստ նրա Հայաստանի քաղաքացիներին չեն կարող ընտրության առաջ կանգնեցնել այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Փաշինյանը ասել է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություն մնալ։ Այդ մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում, ասել է Փաշինյանը, նշելով, որ Երևանը նաև հանդես է գալիս ի պաշտպանություն այն սկզբունքների, որոնք դրված են ԵԱՏՄ-ի հիմքում։ Одним из основополагающих принципов Կազմակերպության հիմնարար սկզբունքներից է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժը։ Ցավոք, այդ սկզբունքները գործնականում լիարժեքորեն չեն իրագործվում։ Առանձին սահմանափակումները եւ վարչական գործողությունները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը, նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունը եւ ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը։ Այս հարցերն անտեսելը կարող է ոչ միայն արգելակել ԵԱՏՄ հետագա զարգացումը, այլև բացասաբար անդրադառնալ ԵԱՏՄ-ի նկատմամբ քաղաքացիների եւ միության անդամ երկրների գործարար շրջանակի վերաբերմունքը։ Նիստի ավարտին պատասխանելով ռուսական լրատվամիջոցների հարցերին Փաշինյանը ասել է, որ Ռուսաստանում հայկական ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումները Հայաստանում բացասական ընկալում են առաջացնում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ։ Նրա խոսքով ցանկացած երկրի համար կարևոր է բարելավել իր ապրանքների որակը, մրցունակությունը եւ արտադրության չափանիշները, եւ Հայաստանը աշխատում է այդ ուղղությամբ։ Очень важно понимать, что без Շատ կարևոր է հասկանալ, որ եթե ԵԱՏՄ հիմնարար սկզբունքները չաշխատեն, ամբողջ միությունը կհայտնվի ճգնաժամի մեջ, քանի որ եթե ԵԱՏՄ սկզբունքները չաշխատեն, չի աշխատի նաև ԵԱՏՄ-ն։ Կարծում եմ Եվրասիական տնտեսական միության համար այս պահին լավագույն դիրքորոշումը կլինի չտորպեդահարել այս գործընթացը, այլ հակառակը, աշխատել ԵԱՏՄ-ի գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ եւ Հայաստանը պատրաստ է աշխատել դրա վրա։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Երբ կարգապահողը ինքն է կարգազանց, կես տարում 680 ծառայողական քննություն, 162 կարգապահական տույժ։ Սոցփաթեթով թե առանց, անհամաչափ մոտեցում առողջապահության ապահովագրության համակարգում, մեկի համար մատչելի կամ անվճար, մյուսից զգալի պահումներով։ Ռեստորանից հիվանդանոց 3 հոգի կերել են հավի եւ բադի միս, ծովամթերք, տապակած պանիր թունավորվել։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։
Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը ստորագրել են պաշտպանական նոր եռակողմ պայմանագիր, որը ստացել է Մեքքայի համաձայնագիր անվանումը։ Համաձայնագրի հիմնական դրույթը հավաքական պաշտպանության մասին կետն է։ Երեք պետություններից որևէ մեկի դեմ ցանկացած զինված հարձակում կդիտարկվի որպես հարձակում բոլոր երեքի դեմ։ Իրանը Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի եւ Պակիստանի միջև ռազմական դաշինքը անվանել է թղթային համաձայնագիր, կոչ անելով Ռիադին վերանայել իր քաղաքականությունը։ Իրանի խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզային X-ի էջում գրել է, թե Սաուդյան Արաբիան պետք է գիտակցի, որ պաշտոնական թղթային համաձայնագրերը չեն կարող ապահովել իր անվտանգությունը։ Սպիտակ տան ղեկավարը հանձնարարել է դադարեցնել ծննդաբերական զբոսաշրջության պրակտիկան, երբ օտարերկրյա քաղաքացիները ժամանում են Միացյալ Նահանգներ բացառապես երեխա ունենալու նպատակով, որպեսզի նա ստանա ամերիկյան քաղաքացիություն։ Թրամփի մեկ այլ հրամանագրով ընդլայնվում է այն օտարերկրացիների երեխաների շրջանակը, որոնք չեն կարող օգտվել Միացյալ Նահանգներում ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքից։ Խոսքը դիվանագետների եւ թշնամական պետությունների քաղաքացիների երեխաների մասին է։ Վերադառնանք Հայաստան, երբ կարգը պահողը ինքն է կարգազանց դառնում, չարաշահելով լիազորությունները կամ մանգործություն դրսևորելով։ Տարվա սկզբից 2 տասնյակից ավելի իրավապահ հեռացվել է համակարգից կամ դադարեցվել է նրանց ծառայությունը։ 7 քրեական վարույթ կա, որտեղ իրավունքի պահպանման պահապանը ինքն է կասկածվում հանցանքի մեջ։ Մասնագետների կարծիքով թերի գիտելիքներն ու կադրերի սխալ ընտրությունն են պատճառը, ինչն էլ խորացնում է հասարակության անվստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ։ 2026 թվականի առաջին կիսամյակում ներքին գործերի նախարարության համակարգում իրականացվել է 680 ծառայողական քննություն եւ ուսումնասիրություն։ Խախտումները հիմնականում կապված են եղել ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորությունները իրականացնելիս օրենքը եւ ներքին կարգապահական կանոնները խախտելու հետ։ Արդյունքում կիրառվել է 162 կարգապահական տույժ։ Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 146 կարգապահական տույժ, որոնցից 11 ոստիկան ստացել է նախազգուշացում, 86-ը նկատողություն, 19 խիստ նկատողություն, ևս 19-ի հիմնական աշխատավարձը նվազեցվել է մինչև 20%-ով։ 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է ամենախիստ կարգապահական տույժը՝ ծառայության դադարեցում, իսկ ևս 11 ծառայող համակարգից ազատվել է այլ իրավական հիմքերով։ Մասնագետների գնահատմամբ արձանագրված պատկերը համակարգում կադրերի ընտրության, մասնագիտական կրթության եւ օրենսդրական գիտելիքների հետ կապված խնդիրներն է ցույց տալիս։ Թե ատեստավորումը ոստիկանների կողմից անցկացվող ատեստավորման գործընթացը, թե ոստիկանների նշանակման գործընթացում այդ կրթական մակարդակի թերի լինելը մի շարք խնդիրների առաջ է բերում հասցնում։ Երբեմն լինում է ոստիկանների հետ հանդիպումների ընթացքում վերջինս նույնպես դրվում է, որ կրթական process-ում իհարկե կոնֆիդենցիալ կարգով են այս ամեն ինչը ասում։ Կրթական մակարդակը բավականին ցածր է, ու այդ խախտումներն են հիմնականում իրենց օրենսդրության ուսումնասիրությունների պակասության կամ իրազեկված չլինելու հիմքն է։ Մեկ այլ ցուցանիշով նախաքննական մարմիններ են ուղարկվել 7 ծառայողական քննությունների նյութեր, որոնցով նախաձեռնվել է 7 քրեական վարույթ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Դրանք վերաբերել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ անցման, պաշտոնեական կեղծիքի, խարդախության եւ այլ ենթադրյալ հանցագործությունների, փաստաբանների դիտարկմամբ քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման պայմաններում ծառայողների թույլ տված խախտումներն առավել տեսանելի են դառնում եւ կարող են խորացնել համակարգի նկատմամբ անվստահությունը։ Քաղաքացիները դարձել են շատ ավելի իրավագիտակիր, քան ցանկության ծառայություն իրականացնող անձին։ Այնպես չէ, որ հասարակությունը մեծ վստահություն ունի աշխատանքի նկատմամբ եւ ցանկացած նման դեպք, երբ անձի կողմից ով ի պաշտոն է եւ իր ընտրած մասնագիտության բերումով պետք է քո իրավունքների պաշտպանը լինի, ինքն է թույլ տալիս քո իրավունքների խախտումը, իհարկե սա չի կարող հասարակության վրա չհասնել։ Համակարգային փոփոխությունների ընթացքում նոր ծառայողների ներգրավումը պետք է ուղեկցվի ոչ միայն վերահսկողությամբ, այլև շարունակական եւ որակյալ մասնագիտական պատրաստությամբ, նշում են փաստաբանները։ Ոստիկանության համակարգը, ընդհանուր ներքին գործերի համակարգը շատ մեծ փոփոխությունների ենթարկվեց եւ համալրվեցին նոր կադրերով, այսինքն նախկին կադրերից ազատվեցին նոր կադրեր բերին, որոնք հիմնականում պատրաստվածության մակարդակով շատ ավելի ցածր են եւ նման պատկերը ակնհայտ է որ լինելու է։ Իսկ վերահսկողությունը դա իմ կարծիքով ամենաարդյունավետ միջոցն է նման տիպի բարարքները վերացնելու։
Մասնագետների գնահատմամբ հրապարակված թվերը միաժամանակ երկու իրողություն են ցույց տալիս։ Մի կողմից համակարգի ներսում խախտումները բացահայտվում եւ պատասխանատվության միջոցներ են կիրառվում, մյուս կողմից դրանց ծավալը վկայում է մասնագիտական պատրաստվածության եւ ներքին կարգապահության խորքային խնդիրների մասին։ Իսկ հանրային վստահությունը կախված է ոչ միայն խախտումների բացահայտումից, այլև դրանց պատճառները վերացնելու եւ կրկնությունը կանխելու արդյունքից։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Համընդհանուր առողջապահության ապահովագրության համակարգը քաղաքացիների համար նույն պայմաններով չի կիրառվում, հայտարարվել է Պետիմարկների արհմիությունը հաշվի առնելով սոցփաթեթի շահառուների մտահոգությունը։ Արհմիության փոխանցմամբ, եթե աշխատողը սոցփաթեթի շահառու չէ, ապա նրա եկամուտը նվազում է ընդամենը 300 դրամով։ Փոխարենը դա դառնում է ապահովագրված, ստանալով մատչելի կամ անվճար առողջապահական ծառայություններ, որը հնարավոր է դառնում պետական սուբսիդավորման շնորհիվ։ Սա տարբեր է սոցփաթեթի շահառուների դեպքում։ Նրանց եկամուտը նույն ծառայությունից օգտվելու համար նվազելու է 6300 դրամով, քանի որ պետությունը այս խմբի համար սուբսիդավորում չի նախատեսում։ Օրենքը որ սկսի աշխատել ապահովագրության, նոր է դեռ, էլի թերություններ կբացահայտվեն։ Օրինակ հնարավոր է, որ ընդհանրապես 3 ամիս հետո կամ 5 ամիս հետո այս բոլոր թերությունները հաշվի առնելով օրենքի փոփոխություն ուղղակի կատարվի։ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնած փոփոխության լսումների շրջանակում օրենքի փոփոխություն կատարի։ Մեր մոտ Հայաստանում բոլոր օրենքները փոփոխվում են տարբեր հաճախականությամբ։ Ցերեկային խնամքի կենտրոններ տարեցների համար կառավարության ծրագրով դեռ 3 տարի առաջ բոլոր մարզերում պիտի բացված լինեին այդպիսի կենտրոններ։ Ուշադրությունից դուրս մնացած տարեցների կյանքն ու առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Տարիները անցել են, տարեցների մեծ թիվ ունեցող մարզերում կենտրոններ դեռ չեն բացվել։ Նախարարությունից ասել են, ներդրումը կիրականացվի եկող տարվա բյուջետային հայտի շրջանակում։ Տիկին Լիանան երրորդ կարգի հաշմանդամություն ունի, Վայոց ձորում է ապրում։ Ասում է, վատ չէ լինի, որ կառավարությունը կատարեր խոստումը մարզում ցերեկային խնամքի կենտրոն բացեր։ Գոնե օրվա մեջ 1-2 ժամ կշփվեի, ժամանակ անցկացնեի։ Սրտնեղում է։ Առօրյան հագեցած կլիներ եւ իմ նման մարդիկ ունեն դրա կարիքը շատ լավ կլիներ, էլի, այդ հոգատարությունը, այդ ամեն ինչը, օրն էլ հագեցած կանցներ, լավ կանցներ, շատ հաճելի կլիներ, էլի, մենք եք զգանք, որ մենք էլ ենք ինչ-որ մեկին պետք, ինչ-որ բանի պիտան ենք մենք, էլի, թեկուզ ինչ-որ մենք էլ ընդեղ մի բան անենք, չենք կարող ամասենք նորմալ շարժվել, բայց գոնե վերքերը աշխատում է, որ եթե աշխատանք անենք։ Կառավարության 2021-26 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում որպես նպատակ արձանագրված է տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավումը, ինչպես նաև համայնքային ծառայությունների զարգացումը։ Նախատեսվել էր մինչև 2023 թվականը բոլոր մարզերում տարեցների համար ստեղծել ցերեկային խնամքի կենտրոններ, նաև 3 ճգնաժամային կենտրոն, տնային խնամքի ծառայություններ հանրապետության բոլոր մարզերում։ Այնինչ ծրագրածը ոչ միայն չեն ավարտել 2023-ին, այլև դեռ այսօր էլ ամբողջությամբ չեն հասցրել եզրագծին ու մինչև օրս ոչ մի ճգնաժամային կենտրոն չի ստեղծվել։ Բացի Վայոց ձորից ցերեկային խնամքի կենտրոններ պետք է ստեղծվեին նաև Արմավիրում, Արագածոտնում եւ Գեղարքունիքում, հիմնվելով այդ մարզերում տուն-ինտերնատներում ապրող տարեցների մեծ թվի վրա։ Այս մարզերում ցերեկային կենտրոնների ներդրումը կիրականացվի 2027 թվականի բյուջետային հայտի շրջանակում, իսկ 2026 թվականի բյուջետային հայտով է նախատեսվում է տնային խնամքի ծառայություններ ներդնել այն մարզերում, որտեղ ցերեկային կենտրոններ չկան։ Սոցիոլոգը պնդում է, այս ծրագրերը պետք է պատշաճ իրականացնեին, որպեսզի տարեցները կարողանային ակտիվ մասնակցել հանրային կյանքին։ Կենտրոններում հիմա նախատեսվում են տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել օրական մեկանգամյա սնունդ, տալ հոգեբանական աջակցություն, իրավաբանական խորհրդատվություն, կրթաուսումնական ու մի շարք այլ ծառայություններ հիմնվելով նրանց հետաքրքրությունների վրա։ Ներառյալ ցերեկային կենտրոններում հնարավորություն է ընձեռվում շարունակական կրթություն ստանալ, ենթադրենք համակարգչային դաշտում, ձեռագործի, ըստ նախասիրությունների մարդիկ կարողանում են իրար հետ համագործակցություն իրականացնել, ավելին նման կենտրոնները հնարավորություն են տալիս նաև հաղթահարելու սերունդների միջև կտրվածությունը, որտեղ համատեղ միջոցառումներ են կազմակերպում։ Սոցիոլոգն ասում է, նման խնամքի կենտրոնները հնարավորություն են ընձեռում հաղթահարել տարեցների մոտ առկա հաղորդակցության խնդիրները։ Քանի որ ցերեկային կենտրոնները ոչ միայն խնամք են իրականացնում, այլև ժամանցն են կազմակերպում, ինչը տարեցի համար ինքնադրսևորման հնարավորություն է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։
Եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026 թվականին էլեկտրամոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 ավտոմեքենայի քվոտա, մաքսատուրքի 0% դրույքաչափով ներմուծման հնարավորությամբ։ Օրվա այս եւ մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ Վերոնիկա Զոնաբենդի հետ։ Գործադիրից հայտնել են, թե կապ է հաստատվել տիկին Զոնաբենդի հետ եւ փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։ Հիշեցնենք, որ Վերոնիկա Զոնաբենդը հուլիսի 8-ին բաց նամակով դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։ Իրանական ընկերությունները սկսել են Հայաստանում Քաջարանի թունելի շինարարությունը, տեղեկացրել են Հայաստանում Իրանի դեսպանությունից։ 7.2 կիլոմետր երկարությամբ թունելը Կովկասյան տարածաշրջանում իրականացվող ամենաբարդ ինժեներական նախագիծն է եւ հանդիսանում է հյուսիս-հարավ միջանցքի մի մասը։ Շինարարության ավարտից հետո Իրանը ավելի կարճ հասանելիություն կստանա Սևծովյան տարածաշրջանին, ասվում է դեսպանության հայտարարության մեջ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026 թվականին էլեկտրոմոբիլների ներմուծման համար ստացել է լրացուցիչ 5000 միավորի քվոտա, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Դրանց ներմուծման դեպքում կգործի մաքսատուրքի 0% դրույքաչափը, մինչև այս դիլերների եւ ֆիզիկական անձանց համար հասանելի էր մնացել շուրջ 1900 էլեկտրոմոբիլի քվոտա։ Լրացուցիչ խմբականակի տրամադրմամբ Հայաստանի 2026 թվականի ընդհանուր անմաքս քվոտան հասել է 20000 էլեկտրոմոբիլի։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ սուր աղիքային վարակ նախնական ախտորոշման Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել 3 անձ։ Պարզվել է, որ բուժառուները այդ օրը Երևանի բար ռեստորաններից մեկում կերել են հավի եւ բադի միս, կարտոֆիլ ֆրի, տապակած պանիր, ծովամթերք, կեսարաղցան, բրուսկետա, ավոկադո, պանիր։ Արձագանքելով հաղորդագրությանը տեսչական մարմնի կողմից վերահսկողություն է սկսվել բար ռեստորանում եւ արկա սննդամթերքի նմուշները կներկայացվեն լաբորատոր հետազոտության։ Միներալնի Վոդի քաղաքի օդանավակայանի մաքսային ծառայողները կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան, գրում է 10-ը, հղում անելով Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությանը։ 29-ամյա ռուս տղամարդը փորձել է մաքսանենգ ճանապարհով անցկացնել գումարը, նրա ձեռքի ուղեբեռում տեսուչները հայտնաբերել են 5 պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ ընդհանուր եղել է 16 միլիոն ռուբլի։ Երիտասարդը բացատրել է, թե գումարը նախատեսված է եղել Հայաստանում մեքենաներ գնելու համար։ Դրամական միջոցները առգրավել եւ տեղադրվել են իրեղեն ապացույցների պահպանման պահարանում։ Հետաքննություններ շարունակվում է, ասվում է հաղորդագրությունում։ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Գայի Պողոտա Բաղյան փողոցի խաչմերուկում բախվել են Կիան եւ Հոնգչին։ Ֆոտոլրագրող Շամշյանը դեպքի վայրից փոխանցում է, որ վթարի հետևանքով Կիան կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում եւ տեղում մահացել է։ Նրա մարմինը դուրս բերելու համար ժամանել են փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Բախման հետևանքով ճանապարհին տեղադրված ցուցանակը կոտրվել եւ ընկել է կայանված մեկ այլ Կիայի վրա։ Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դիլիջանում աշակերտների եւ ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար։ Դիլիջան համայնքի ավականու արտահերթ նիստում են որոշումը ընդունել։ Համայնքի տարածքում գործող բոլոր ուսումնական հաստատություններ հաճախող աշակերտների եւ ուսանողների ներհամայնքային ուղևորափոխադրումների վճարների համար կիրառել 0% դրույքաչափ։ Այն ուժի մեջ կմտնի արդեն նոր ուսումնական տարեսկզբից։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ, իդեպ եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենթ ապրանքանիշը գերմանական որակի առաջատար տեխնոլոգիաների և գերխնայող գազի կացաներով։ Պաշտոնապես ներկայացված է էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Վայլենթ ձեր բնակարանի կայուն եղանակը։ Այժմ Երևանում և մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում սպասվում է 26-ից 30 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում 33-ից 36, Լոռիում 24-ից 28, Տավուշում 30-ից 34 աստիճան ջերմություն։ Արարատում և Արմավիրում 35-ից 37, Սյունիքի հովիտներում սպասվում է 32-ից 36, Սյունիքի նախալեռներում 26-ից 29 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 19-ից 21, ցերեկը 34-ից 36, երեկոյան ժամերին 29-ից 31 աստիճան ջերմություն։
Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։